Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1 Շնորհակալություն հարգարժան պարոն Քոչարյան, հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ ներքին գործերի նախարարության 2024 թվականի կատարողականի հաշվետվությունը, որը կառավարության ծրագրի շրջանակներում կատարված գործողություններին է առավելապես նաև վերաբերում։ Առաջինը եւ ամենակարևորը թերևս այն է, որ 2024 թվականին ի վերջո ավարտվեց ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները, ունեինք վարչություններ, որոնք դեռևս ձևավորված չէին եւ պետք է փաստեմ, որ արդեն իսկ նախարարությունը ամբողջական անձնակազմով եւ ֆունկցիոնալով ձևավորվել է եւ գործում է եւ 2025 թվականի շրջանակներում ըստ էության մեր թիրախը պիտի լինի գնալով ավելի կատարելագործել, ավելի բարձրացնել անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, որպեսզի քաղաքականության մշակման տրամաբանության մեջ եւ նաեւ քաղաքական վերահսկողության տրամաբանության մեջ նախարարությունը կարողանա ամբողջ ծավալով իր արժեվ դրված խնդիրները իրականացնի։ Փոփոխությունների մասին խոսելիս առաջինը եւ թերևս ինձ համար ամենակարևորը կրթության ոլորտի փոփոխություններն են եւ ընթացիկ տարվա կտրվածքով մեր կարևորագույն ձեռքբերումն է եղել այն, որ ընդունվել է օրենսդրական փաթեթը, որով որ միավորվում է նախարարության ենթակայությամբ գործող երկու կրթական հաստատություն, իդեմս ոստիկանության կրթահամալիրի եւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, եւ մենք այլևս ձևավորել ենք նախարարության ենթակայությամբ գործող մեկ միասնական կրթահամալիր, որը որ պիտի ապահովի կրթությունը, այդ թվում շարունակական կրթությունը մեր անձնակազմի եւ դա պիտի անի ժամանակակից պայմաններին համահունչ։ Ըստ այդմ արդեն իսկ կադրային համալրման աշխատանքները ավարտին են մոտեցել, ունեցել ենք բաց եւ թափանցիկ ձևաչափով կադրերի ընտրության process, որի շրջանակներում երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել դիմելու եւ մասը կազմելու այս նոր կրթահամալիրի։ Իհարկե, պիտի նաև փաստել, որ կրթահամալիրը ոչ թե պարզապես օպտիմալացման արդյունք է եղել, երկու պոակների միավորման, այլ մեր տրամաբանությունը եղել է այն, որ սա պիտի լինի քաղաքացիական բուհերին համահունչ կառուցվածքով եւ փիլիսոփայությամբ, հետեւապես ադմինիստրատիվ ամբողջ մասը քաղաքացիական անձինք են լինելու եւ այսինքն կան արդեն իսկ եւ հետեւապես չունենք ոստիկանության կամ փրկարար ծառայող, որոնք որ ադմինիստրատիվ հատվածում այս պայծրության պաշտոն պիտի զբաղեցնեն, սպայական հաստիկային որոշակի միավորներ կան արդեն կոնկրետ դեպարտամենտներում, որոնք որ կարգապահության եւ մնացյալ հարցերով պիտի ապահովեն ամբողջ գործընթացը։ Ասեմ, որ մարդկային ռեսուրսների կառավարման տրամաբանության մեջ ոչ միայն կրթությունն է կարևոր, այլ նաեւ ճիշտ մոդելավորումը, թե մեզ ինչպիսի կադրեր են պետք, կադրերի հավաքագրումը ինչպես պիտի իրականացվի, կադրերի կատարողականը ինչպես պիտի իրականացվի եւ 2024 թվականի կտրվածքով մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ համատեղ եւ ՄԱԿ-ի նաեւ զարգացման ծրագրի հետ համատեղ մեկնարկել ենք մի նոր ծրագիր, որի ֆոնդը կազմում է 1.5 միլիոն դոլար, որի շրջանակներում անդրադարձ է կատարվելու մարդկային ռեսուրսների կառավարմանը ինստիտուցիոնալ ասպեկտով եւ այն բոլոր գործիքակազմերը, որոնք նախարարության եւ ծառայություններին անհրաժեշտ են կադրային հավաքագրման, կատարողականի ճիշտ գնահատման, ինչպես նաեւ օբյեկտիվ առաջխաղացման տեսանկյունից այս ծրագիրը մեզ թույլ կտա արդեն ընթացիկ տարում ունենալ համապատասխան ձեռքբերումները։ Ոստիկանության ոլորտի մասով պիտի նշեմ, որ ընթացիկ տարում, այսինքն 2024 թվականի կտրվածքով արդեն իսկ Պարեկային ծառայության աշխատանքը տրամաբանորեն շարունակվել է, ջրային պարեկային ծառայությունը եւս շարունակել է իր աշխատանքները եւ պիտի փաստեմ, որ պարեկային ծառայությունը շարունակել է նոր եւ ժամանակակից մոդելով աշխատանքը գրանցելով մի շարք տպավորիչ արդյունքներ, ոչ միայն վարչական իրավախախտումների, այլ նաեւ հասարակական կարգի պահպանության եւ նաեւ հանցագործությունների բացահայտման տեսանկյունից եւ միայն 2024 թվականի ընթացքում պարեկների կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել է ընդհանուր 3691 հանցագործության դեպք։ Եվ 2024-25 թվականի արդեն կտրվածքով մեր խնդիրը պիտի լինի ավելի ամրապնդել այս ձեռքբերումները եւ հետամուտ լինել զարգացման երկրորդ փուլին, որովհետեւ ինքներս արձանագրել ենք նաեւ որոշակի խնդիրներ, թե շփումների, թե ավելի բարձր պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից եւ հետեւապես պիտի շարունակենք վերապատրաստումների միջոցով լավարկել մեր ծառայողների գիտելիքները։ 24 թվականին գործարկվել է քրեական ոստիկանությունը եւ համայնքային ոստիկանությունը ֆունկցիոնալ նոր բաշխվածությամբ, տվյալ տարվա կտրվածքով ազգային ժողովի կողմից եւ ազգային ժողովի հովանու ներքո կարելի է այսպես ձևակերպել, մենք կարողացել ենք արագ ունենալ օրենսդրական փոփոխությունները, որոնց արդյունքում այս երկու ծառայությունները այլևս իրողություն են։
Պիտի նշեմ, որ քրեական ոստիկանության դեպքում հատկապես մենք բաց ընդունելություն են կազմակերպել եւ քաղաքացիական անձինք եւս կարողացել են մասը կազմելու այս ընդունելությանը, ինչը նոր շունչ, թարմ շունչ հաղորդելու տրամաբանություն ուներ իր մեջ եւ այս պայծրությամբ արդեն ունենք մի շարք անձինք, քաղաքացիական անձինք, որոնք որ իրենց աշխատանքն են իրականացնում քրեական ոստիկանությունում։ Համայնքային ոստիկանության դեպքում եւս կա արդեն կառուցվածքային եւ ֆունկցիոնալ գործարկումը, ունենք որոշակի ֆունկցիաներ, որոնք դեռևս ոչ ոստիկանական են եւ ընթացած տարվա կտրվածքով պիտի փորձենք դրանք դուրս բերել ոստիկանության տիրույթից, խոսքը ստանուցումների ճակերտավոր առաքմանն է վերաբերում կամ ուղեկցումների իրականացման այն մասշտաբով, ինչ որ այս պայծրությամբ իրականացվում է, բայց դրանք ընթացիկ տարում պիտի դառնան կոնկրետ լուծումների առարկա եւ մենք հասկանանք մեր մնացյալ քայլերը այս տեսանկյունից։ Ասեմ, որ օրեր առաջ համայնքային ոստիկանության տեսանկյունից մենք մշակել ենք մի օրենսդրական նախաձեռնություն եւ արդեն իսկ հանրայնացված է, որով երկու կարևոր փոփոխություն է կատարվում։ Համայնքային ոստիկանության դեպքում եւս նախատեսվելու է բաց մրցութային ձևաչափ կադրերի ընտրության դեպքում եւ այս փուլը հաղթահարած անձինք կհամարվեն ատեստավորված, ինչը կնշանակի, որ հնարավորություն կա գերազանց անցնելով բոլոր process-ները, այդ թվում ստանալ նաև սպայական կոչում եւ միջինում ստանալ շուրջ 500,000 դրամ, այսինքն կես միլիոն դրամ դրամական բավարարում։ Բայց ինչն է այստեղ ավելի կարևոր, որ մենք որոշել ենք հետեւյալ կերպ նաև լուծել այն խնդիրը, որ տարիքային տարբեր շեմեր են քննարկվում, թե մինչև որ տարիքում անձը կարող է դիմել ոստիկանության մասը կազմելու համար եւ մենք ունենք մի շարք դիմորդներ, որոնք հենց տարիքային շեմի պատճառով չէին կարողանում մասը կազմել այս ընդունելությունների եւ կորցնել այդ ռեսուրսը, որ իրականում կարող է պոտենցիալ ծառայել ոստիկանական աշխատանքին, ուղղակի շքեղություն կլիներ մեր տեսանկյունից եւ մենք օրենսդրական փաթեթով այլևս հանում ենք 35 տարեկանի առավելագույն շեմը եւ նախատեսվում է, որ ոստիկանությունում աշխատանքի կարող է անցնել 18 տարին լրացած ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք իհարկե պետք է տիրապետեն հայերեն լեզվին, միևնույն ժամանակ իրենց թե կրթությամբ, թե պատրաստվածությամբ եւ թե նաեւ ֆիզիկական տվյալներով ունակ կլինեն կատարելու ոստիկանության արժեվ դրված խնդիրներ։ Այսինքն գնում ենք դեպի բովանդակությունը, դուրս գալով այն թվային եւ տարբեր այլ մեխանիկական հաշվարկներից, որոնք կարող էին խոչընդոտել այս կամ այն կերպ կադրային համալրման աշխատանքները ոստիկանությունում։ Չորրորդ վերջին հենասյունային ուղղության տեսանկյունից պիտի նշեմ, որ ազգային ժողովի հետ բացառիկ համագործակցության շրջանակներում մենք սկսել ենք հայեցակարգի մշակումից ոստիկանության գվարդիայի ձևավորման եւ հասել ենք արդեն փաստացի նոր օրենքի ընդունմանը եւ արդեն դրա իմպլեմենտացմանը։ Ընդունվել է ոստիկանության գվարդիայի մասին նոր օրենքը, որը հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման տեսանկյունից երաշխավորում է նոր ստանդարտներ, այդ թվում ուժային միջոցների գործադրման տեսանկյունից։ Փաստեմ, որ այս տարվա փետրվար ամսից արդեն իսկ ոստիկանության գվարդիայի պոտենցիալ ապագա ծառայողների վերապատրաստումներն ենք լայնածավալ սկսել, ինչու եմ ասում պոտենցիալ, որովհետև կհիշեք, որ գվարդիայի օրենսդրական փաթեթի անցումային դրույթներում մենք այն ծառայողներին, որոնք կրճատվելու են ըստ էության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, հնարավորություն ենք տվել դիմելու վերապատրաստման ծրագրին եւ այն հաջողացնելու պայմաններում արդեն հավակնելու պաշտոն զբաղեցնելու ոստիկանության գվարդիայի կազմում։ Իհարկե, այստեղ մեզ համար կարևոր է նաև շարունակել կանանց ներգրավվածության առումով աշխատանքների իրականացումը, արդեն իսկ հայտարարված է եղել երկու մրցույթ, որի շրջանակներում կին դիմորդների համար հիմնականում տեղերը հատկացված են, պիտի փաստեմ, որ այս ընդունելության շրջանակներում արդեն իսկ դիմել է 625 անձ, որից 495-ը քաղաքացիական են, 130-ը ոստիկանության ծառայողներ են։ Իհարկե, այստեղ պիտի նաև ընդունել, որ կանանց ներգրավվածության տեսանկյունից դեռևս խնդիրներ ունենք, որոնք որ պիտի հաղթահարենք, ոստիկանության ծառայությունը կանանց համար ավելի գրավիչ դարձնելու տեսանկյունից եւ նաև հաղթահարելով այն բոլոր կարծրատիպերը, որոնք կարող են լինել կին ծառայողի նկատմամբ, ասեմ, որ բավական փոփոխություն մենք արդեն պրակտիկայում ունենք, թե հանրության հետ շփումների տեսանկյունից, թե ընկալումների տեսանկյունից, բայց դեռ մեծ աշխատանք ունենք տանելու, որպեսզի մեր դրած շեմը, որը 30% կանանց ներկայացվածության ապահովումն է ոստիկանության համակարգում, մենք կարողանանք նվաճել այդ արդյունքը։ Անցած տարվա կտրվածքով մենք բազմիցս քննարկել էինք հանցավորության աճի, տարբեր դրսևորումների հետ կապված մի շարք խնդիրներ, ընդ որում պիտի փաստեմ, որ դեռևս կան որոշակի հանցատեսակներ, որոնք շարունակում են մտահոգիչնել մեզ համար, դրանց տենդենսները, դրանց ձևաչափերը կատարման, բայց 2024 թվականին արձանագրել ենք, որ գրանցված հանցագործությունները նվազել են 434-ով, կամ որ նույնն է 1.1%-ով։ Այսինքն ունենք գրանցված հանցավորության թվի նվազում։
Պիտի փաստել նաև, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքը եւս այս տեսանկյունից կարևոր նշանակություն ունի եւ մենք արձանագրում ենք, որ դեպքերի գերակշիռ մասը կամ որ նույնն է 81.4%-ը կազմում են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունները։ Գործընկերներ հանցավորության շարժի դինամիկայի մասին իրազեկ մարդկանց մոտ առնվազն առաջնային տպավորությունը եւ փաստական տպավորությունը այն պիտի լինի, որ եթե երկրում 81.4%-ը ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններ են ընդհանուր հանցավորության կառուցվածքում, ապա անվտանգային տեսանկյունից բավական լավ դիրքերում են գտնվում այս առումով։ Հանցավորության առանձին տեսակներին ես թույլ տվեք չանդրադառնամ, որովհետեւ վստահ կունենանք հարցադրումներ այս մասով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1